գրքերը բացեք, տեսեք ոնց էին թուրքերը մտել լենինական ժամանակվա Գյումրին կամ այն ժամանակվա Ալեքսանդրապոլը։ Նույն ձևով Բաշապարան, Սարդարապատ, նայեք, այդքան բարձրանում ենք, չէ՞, գնում ենք ծաղիկ ենք գնում եւ ինչպես էր դա եղել։ Հենց այսպես էր դա եղել։ Մենք ունենք անմեղսունակ կառավարություն, որը մինչև վերջի րոպեն չէր ուզում հասկանալ, որ իր կողքը կանգնած է Թուրքիայի բանակը, որի դաշնակիցն է բոլշևիկյան Ռուսաստանը, իսկ Անգլիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի վրա հույս դնելը իրենց ոչինչ չի տալիս։ Նրանք չեն հասկանում դա։ Նրանք էլի ինչպես հետո ընդունեցին, Քաջազնորին ընդունեց։ Մենք ապրում ենք հեքիաթներու աշխարհում, չասեց նա գրել է մեմուարներում։ Այսինքն, որ մենք բոլորս ստեղից դուրս գանք Գլենդելում կանե պատճանցնենք, ասում են դրանով զբաղվում կամ չգիտեմ, ասում են դա էլ արդեն այդքան բան չի, շահավետ չի։ Այնտեղ մեմուարներ կգրեն, կասեն այո, կար Հայաստան, բայց մենք էլի երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ էլի ընկանք եվրոպական հեքիաթների հետևից եւ չգնահատեցինք ռեալ իրավիճակը մեր շուրջը։ Ես ասում եմ, եթե ընդդիմությունը չստափվի, չմիավորվի կամ գոնե իրար չխանգարեն, նոր մարդ չառաջարկվի, եթե այս կառավարությունը վերընտրվի, ես անձամբ իմաստ չեմ տեսնելու այստեղ մնալ։